Բարև ձեզ սիրելիներս, բարև ձեզ իմ, ինչ ասեմ, հարազատ մարդիկ, բարև ձեզ իմ ամբողջ 8500 հոգանոց թիմին և ամենակարևորը հարգանքներս և համբուրում եմ իմ ամենահավատարիմ հետևորդուհիներին, որ խոսքեր չեմ գտնում։ Ուզում եմ ասել, որ ձեր Անահիտը վերադարձավ, բայց այսօր օրը երեքշաբթի է, ես արդեն տեսել եք, որ ես հիմա կտեսնեք այս խոսքիցս հետո վիդեո, որը որ ես արդեն նկարահանել էի ամեն օր մի քիչ, որպեսզի դուք իմ հետ լինեք։ Ուզում եմ ասել, որ ես այնքան զգացված եմ, որ դուք ինձ այնքան եք կարոտել ու ինձ այնքան եք սիրում, ես գիտեի, պատկերացնում եմ, բայց այս աստիճանի չէի պատկերացնում ոմանց գեղեցիկ մեսաժները, կոմենտները եւ այլն։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ակտիվորեն իմ ալիքը, մեր ալիքը պահպանում են, կոմենտներ են ուղարկում, որպեսզի ալիքը բարձրանա հարթակ։ Շատ շնորհակալ եմ դրա համար։ Շնորհակալ եմ գեղեցիկ մեսաժների համար, որ ուղարկել եք ինձ Instagram-ով և ծիծաղում եմ, և հուզվում եմ, և ինչ ասեմ, բարձրաձայն ուղղակի խրխնջում եմ, ծիծաղս ուշաթափվում եմ ձեր այդ գեղեցիկ անկեղծ բառերի համար։ Իմ սիրելիներս, իմ լավ աղջիկներ, իմ կանայք, տիկնայք և պարոնայք, շատերդ մեսաժ եք ուղարկել, Անահիտ ջան, կարող է այդ հիմար այդ տգետներ կան ձեզ նեղացրել են, դուք որոշել եք ալիքը ժամանակավորապես փակեք եւ այլն։ Ես գիտեմ, որ շատ մի քանի բլոգերներ այդպես վարվեցին, որովհետեւ իրենց հետ շատ դաժան էին վարում եւ այլն։ Իմ սիրելիներս, 1 ամիս եւ 1 տարի եւ 2 ամիս մենք միասին ենք։ Միթե դուք Անահիտին լավ չեք ճանաչում այսքան ժամանակ։ Անահիտը էկրանից հետևից նրանք ովքեր ցանկացան եւ ուզում էին որոշ բաներ ասեին եւ խոսային, Անահիտը միանգամից ուղիղ իրանց ուղարկում էր գրողի ծոցը եւ ուղարկում Սովետաշենի աղբանոցը։ Եվ չասածել այն չեմ ասել ձեզ, բայց պետք է ասեմ, եւ ես իրենց զգուշացնում էի, զգուշ եղեք ձեզ չգտնեմ, որ գտա 11 մետրից, ինչպես եղել եմ չեմպիոն Եվրոպայի սովետական միության 11 մետրից, ընենց 3 միավորանոց ձեզի կնետեմ դեպի օղակը, որ սեզ գմպալով կընգնեք ու ձեր ուղեղը կտրակվի։ Այսինքն չմտածեք ինձ ոչ մեկ չի վատ բաներ գրել։ Ես նախ, այո, շատերը կան առանց առիթի կեղտոտ բաներ են գրում։ Կգրեն, ասեք, մի հատ կարող եմ հիմար բան գրեն, այդ հիմարներին հիմարացնում ես ավելի շատ։ Այսինքն, ես ազնվությամբ եմ ասում, նախ ես բավականին գերհոգնած էի։ Մի տարի 2 ամիս նոստոպ ես ձեր համար բլոգներ եմ դրել, այսինքն ամեն օր, դա ամեն մեկին տված չի, բայց նաև աշխատել եմ դրա հետ մեկտեղ, նես չի, որ նոր եմ աշխատում, բայց այս անգամ, քանի որ, ասեմ ձեզ, պրեզենտացիաները կատարվում է դրսում, այսինքն համապատասխան տեղեր, այդ տվյալ տանտերը խնդրում է, որ ես պրեզենտացիան կատարեմ իր տանը, ես անում հետ եմ դառնում, բայց այս վերջերս իմ ուսերի պրոբլեմայի համար ես աշխատում եմ, որպեսզի իրեն կանտու, որպեսզի ես շատ ծանր բաներ չվերցնեմ եւ այլն, չնայած բոլորն ինձ օգնում են։ Դրա համար տանը որ գալիս են, ես ժամ չկա, իրեն կարող է գնալ 7-ին, 8-ին, իսկ ինձ պետք է ժամանակ, որպեսզի ես իմ այդ ամբողջ էներգիաս թուլացնեմ եւ նորից վերականգնեմ, քանի որ ես չեմ ուզում ձեզ ցույց տալ բլոգներ, այս շարժվում է, երեխեք, դուրս չի գալի։ Չեմ ուզում, որպեսզի դուք տեսնեք շատ, ոնց ասեմ, հոգնած Անահիտ։ Նո, Անահիտն էլ է, չէ, հոգնի։ Անահիտն էլ է մսից եւ արյունից։ Իմ լավ ժողովուրդ, ձեր Անահիտը չկան վերադարձավ եւ կաշխատեմ պահել նույն ռիթմը, ես ձեզ այնքան շատ եմ սիրում, ես եւս մեկ անգամ ինքս ինձ ապացուցեցի, որ մեր երամը շատ լավն է, մերսի, շատ շնորհակալ եմ, իսկ ինչ վերաբերում այդ հեյթերների գրածների բան, չէ, իհարկե հանկարծակիչը լոջեն, ովքեր կնային կարող է մարդը լոջեն ու սեզ բաներ գրեն, պատասխանը կստանան։ Այս անգամ որոշել եմ այդ լոջվածների գրածները թողնեմ, որպեսզի դուք հարցակում կատարեք, բայց ամենայն ազնվությամբ չկա, տես բան չկա։ Ասեմ ձեզ, որ ես այս վերջերս, որ արդեն չեմ դնում YouTube-յան բլոգներ, թերթում եմ Instagram եւ այլն։
Եվ տեսա, որ մեր Անի Քոչարը, Ռուբինան, բավականին չէ, զայրացած պատասխանել էին իմ սիրելի YouTube-յան և Instagram-յան բլոգերներ։ Եթե դուք տեսնում եք, որ մարդիկ ձեզ անտեղի տեղը վիրավորում են, շատ հետևորդներ ասում են, բանտեղ մի դիր, ոչ, սիրելիներս, պետք է բանի տեղ դնեք, որովհետև դիմացիները մտածում են, թե դու վախկոտ ես, դու թաքնված ես քո էկրանի հետևից ու դու վախենում ես իրանցից, ոչ, պատասխան տվեք և ինչպես բոլորն են անում, այսպես գրեք գրառումը դրեք ձեր էկրանների վրա, որպեսզի մարդիկ տեսնեն։ Ես Անի գրածը կարդացի և շատ ուրախացա, որ Անին արձագանքեց և բարձրաձայնեց իր հուզմունքը, ոչ արդարացի այդ գրածի համար, և ես տակը գրեցի, որ ես շատ հպարտանում եմ, որ դուք պատասխանում եք, հանկարծ ոչ մեկը գլուխ չիջացնեք, եթե անտեղի տեղը վիրավորում են մեկին, նույնը Ռուբինային մեկը գրել էր, շատերը դիտում եք Ռուբինային, ես ուղղակի այսօր առավոտյան արթնացած ես թերթում էի, այդ երեխային գրել էին, մեկը գրել էր, անունը չգիտեմ, ջահել աղջիկ էր։ Ռուբինա ջան, ես մի բան պետք է կարող եմ քեզ մի խորհուրդ տալ։ Արդեն առաջին սխալ Ռուբինան քեզանից հարցրել, դու իրան խորհուրդ տաս, ոչ, ուրեմն դու քո խորհուրդը պայի քո ու քո ընտանիքիդ, քո երեխաների համար։ Դու լավ կանես զբաղվես քեզ քո անձնական կյանքիդ մասին մտածես, քո համար ամուսին գտնես, ամուսնանաս, իսկ նրանք ովքեր ցույց են տալիս իրենց ընտանիքը, ես ինչ բլոգ են անում, լավ կանեն գնան զբաղվեն իրենց երեխաներին, իրենց ընտանիքին, մենք էլ գնանք մեր գործերին։ Իսկ Ռուբինան շատ բանով կուլտուրական պատասխանել էր, ես շատ շնորհակալ եմ գրածիդ համար, եթե ես չեմ հիշում ինչ էր պատասխանել, պատկերացրեք, Անահիտը առավոտյան աչքերն արտացնում և տեսնում է, ես մենակ մի բան կարող եմ ասել, միգուցե այդ աղջիկը կնայի, չգիտեմ կամ չի նայի, այդ տիպի մարդկանց։ Ես գրեցի, աղջիկ ջան, մի հատ անհամեստ հարց տամ, էլի, քո մաման, քո նման քանի հատ խելացի աղջիկ ունի։ Այդքան բան, դա միայն այդպես պետք է այդ հարցին պատասխան տաս։ Եկել են մարդկանց, ինչ ասեմ, դա, բոլոր բլոգերներին է վերաբերում, դա կոչվում է նախանձություն, աղվեսի դունչը խաղողին չհասավ, ասեց խակ է, եթե ինքն է հնարավորություն ուներ, ինքն էլ կաներ դա։ Դրա համար սիրելիներս, չմտածեք, թե Անահիտը ինչ-որ մեկը մի բան պետք է, Անահիտը ուրիշներն է պաշտպանում, որ մնաց իրան չկարողանա պաշտպանի։ Վաշը Անահիտոչկան վերադարձավ, այնպես որ նաստարտ վնիմանիե մարշ։ Ես իմ վերջին վլոգը դրեցի ամսի 10-ին, այսօր ամսի 15-ն է, այս վլոգը արդեն փոքրիկ վլոգը, որ ես ձեզ ուղղակի ցույց կտամ իմ մի քանի օրվա առօրյան, դա դուրս կգա ինձ թվում է վաղը երեկոյան, 6 օր եմ բացակայել ընդամենը, սիրելիներս, և եվս մեկ անգամ, եվս 2 անգամ, և 3 անգամ, և 4 անգամ, շնորհակալ եմ սիրելիներս, շնորհակալ եմ, անկեղծ չէի պատկերացնում, գիտեի, բայց չէի պատկերացնում այդ աստիճանի, որ մարդիկ կհուզվեն և կխառնվեն իրար և գեղեցիկ մեսաժներ կուղարկեն։ Համբուրում եմ ձեզ և ձեզ ցանկանում եմ հենց հիմա բարի դիտում, իսկ մնացած արդեն ինչ կնկարեմ հետո, դա արդեն դուրս կգա վաղը։ Դե ինչ սիրելիներս դիտեք Անահիտի օրը, շաբաթ օրվանի, շաբաթ, կիրակի, երկուշաբթի, մի 3-4 օրվա փոքրիկ կադրներ եմ դրել, որպեսզի Անահիտն ավելի առույգ և ավելի, ինչ ասեմ, աշխույժ, էներգիայով վերադառնա, քանի որ ես որոշել եմ այս շաբաթ արդեն մի քիչ էլ ես ամեն ինչ դասնի, մյուս շաբաթվանից ուզում եմ մի քիչ չակերտավոր, որ բոլորն են ասում ու բորկա, բայց ուղղակի վարակույրները պետք է փոխեմ, քանի որ իմ վարակույրները IKEA-ից եմ գնում, բավականին մատչելի է, ես հանում եմ տարին մեկ անգամ եւ ուղղակի դեն նետում եւ ունեմ հյուրեր մյուս շաբաթ։ Դե ինչ սիրելիներս, համբուրում եմ, բարի դիտում, ուզում եմ ձեզ ասել, որ ձեզ շատ եմ սիրում, ես էլ ձեզ էի կարոտել, մայրիկը նույնպես ձեզ շատ էր կարոտել, դուք կտեսնեք մի փոքրիկ մայրիկին, իսկ վաղվա վլոգի մեջ արդեն մայրիկի հետաքրքիր պատմությունը եւ մենք սկսեցինք շարունակել մեր առօրյան, մեր օրը, մեր բլոգները, թե ինչ կսպասի մեզ, թե ինչեր կլինի, Աստված գիտի, օրը օրի վրա։ Հուսով եմ, որ շատերը, ինչպես ասում եք, Անահիտ ջան, քո բլոգները ուսուցողական են, էներգիայով լի, պոզիտիվ, կյանք
կյանք, իսկ նրանք շատ մի քանի բլոգերներ կան, ովքեր չեն հասկանում, թե դա ինչ է, եւ իրենք մտածում են, որ իրենք լավն են, որ իրենք միայն ցույց են տալիս բան է դու ասա, պատմություն, գրականություն, քերականություն եւ այլն, չարաչար սխալվում եք սիրելիներս, երբ որ մի բան խոսում եք, բլոգերներին ա վերաբերվում, մի քանի բլոգերներին, չեմ ուզում անունները նշել, մի քննադատեք եւ ինքնահաստատվեք դուք ինքներդ ուրիշների վրայով, որ ուրիշներն իրենց ընտանիքն են ցույց տալի եւ այդ մարդը, որ քննադատում է, ինքը ցույց է տալիս ամբողջությամբ եւ ցույց է տվել միշտ իր ընտանիքը, իր անկողինը, իր տունը, իր խոհանոցը, անգամ կմկմալով էլ բան չունեն ցույց տալու։ Մի քննադատեք, ամեն մարդ ունի իր ձեռագիրը, ամեն բլոգեր ունի իր կոնտենտի հետաքրքրությունը, դուք սիրում եք կամ չեք սիրում, նայում եք կամ չեք դիտում, ինձ այսօր դիտում են 3500 հոգի, որովհետև այդ մարդիկ իմ երամից են, իմ խելքին են, էլի այսպես ասած, մարդիկ կան 15-20 հազար դիտում են մեկին, ուրեմն այդ մարդիկ իրանց խելքին են, այսինքն մի քննադատեք, ճաշակին ընկեր չկա։ Ես ուղղակի խնդրում եմ, նրանք ովքեր դիտում են եւ մտածում են, որ սպասի լավ նայեմ, մարդը էլի, մեղք է էլի, հանկարծ չնայեք։ Եթե սիրում եք, դիտեք, չեք սիրում, շրջանցեք։ Դե ինչ սիրելիներս, բարի դիտում, պաչիկներ եւ ինչպես միշտ ձեր Անահիտը շկանձես սկզբից եւ վերջում կասի պակա-պակա։ Բարև ձեզ սիրելիներս, բարև ձեզ իմ սիրելի հարազատ դարձած մարդիկ։ Ինչպես ես խոստացել էի, ես ամեն օր որոշել եմ մի փոքրիկ կադր վիդեո անել, որպեսզի դուք տեսնեք, իմանաք, իմ հետ լինեք իմ մտքերով, որ չմտածեք, թե ես մոռացել եմ ձեր մասին։ Դրա համար ես ամեն օր մի 10 րոպեանոց փոքրիկ վլոգներ, 8 րոպե, 7 րոպե կհանեմ, որպեսզի միանգամից արդեն 5 շաբթի, մյուս 5 շաբթի օրվանից այսօր շաբաթ է, ես պատրաստեմ մոնտաժ եւ այլն, որպեսզի դուք իմանաք, որ ես ձեր հետ եմ եղել, դուք էլ իմ հետ եք եղել, այսինքն դուք ոչինչ չեք կորցրել։ Ուղղակի ելի եմ ձեզ ասում, ես մեքենայի մեջից կկապնվեմ, ձեզ կասեմ պատճառը որն էր, անմիջականորեն, իհարկե որոշ դետալներ կպահեմ, չեմ ուզում ամեն ինչը հանրային դարձնել, ուղղակի ամենաառաջինը նա է, որ ես բավականին ծանրաբեռնված շաբաթ ունեմ, այսօր շաբաթ է, մինչև մյուս շաբաթ, բայց քանի որ ես այդ շաբաթի ընթացքում 2 օր հանգիստ ունեմ, 5 շաբթի օրվանից արդեն ինձ թվում է 5 շաբթի ուրբաթ օրվանից դուրս կգան կամաց փոքրիկ եթերներ։ Դե ինչ սիրելիներս, գնացինք, այսօրվա իմ լուկը սա է, քանի որ ես այսօր պրեզենտացիա ունեմ, հագել եմ ավելի շատ բոթասներ, սենց ավելի հարմար է եւ ես պետք է գնամ նաեւ ուրիշ տեղեր ունեմ գնալու, իսկ այսօր երեկոյան մենք ընկերներով դուրս ենք գալու ռեստորան։ Գնացինք սիրելիներս։ Ահա եւ ձեր Անահիտը շկան, ինչպես ասեցի սիրելիներս, այսօր շաբաթ է։ Այսօր շաբաթ է եւ ես սկսում եմ իմ բուրըն շաբաթը եւ ցանկանում եմ, որ ամեն օր մի փոքրիկ վլոգ, մի փոքրիկ, ինչ ասեմ, 2-3 րոպեանոց զրույց, նախ ուզում եմ առաջին հերթին շնորհակալությունս հայտնել ձեզ եւ այնքան զգացված եմ եւ այնքան մի վայրկյան ժողովուրդ ջան, այնքան զգացված եմ եւ այնքան ուրախ եմ, որ դուք կաք իմ կյանքում։ Գիտեք ինչու, որովհետեւ ես մենակ մի բան կարող եմ ասել, երևի թե այսքան բլոգերներ եմ տեսել, շատ բլոգերներ եմ տեսել, կարդում ենք երբեմն կոմենտները, իմ թիմի նման թիմ չկա։ Ելեք երկեք իջեք ցած, չալոն մնա զարմացած, ոմանց համար է դա ասվում չկա, գիտեք ինչու, որովհետև ես այնքան ուրախ եմ, փառքը չատեր, որ ես ունեմ որակյալ մարդիկ իմ կողքին եւ ամենակարևորը, որ էկրանի հետևից իրենք է սիրում են եւ գնահատում են, որ հիմա դեմքս sense նայում, երեխեք ջան, ձեզ թվում է թե Անահիտ այնքան նիհարած է, բայց ոչ այդպես չէ էլի։ Սա էլ Անահիտի հումորը։ Ժողովուրդ ջան, ես այսօր ունեմ շատ կարևոր պրեզենտացիա, բայց նախքան պրեզենտացիան պետք է մտնեմ դեղատուն մայրիկի դեղերը վերցնեմ, քանի որ մտնեմ մի հատ արագ ձևով իմ ընկերուհին աշխատում է միտեղ, այդտեղից ես պատվիրեմ ձուկ, իշխան ձուկ, մյուս կիրակի օրվա համար, քանի որ մեր մոդել է զատիկը, 12-ից ի վեր Անահիտի հետ եք։ Գնացինք սիրելիներս, այսքանը այսօր
շարունակությունը միգուցե այսօր երեկոյան, միգուցե վաղը, միգուցե մյուս օրը, չգիտեմ, կտեսնեմ զբաղվածությանս։ Վաղը գալիս է Ժանետը, Մոնիկը, բոլորը գալիս են իմ տուն։ Իմ տանը կնկարեմ իրենց։ Եկել եմ ձկան խանութ, ձուկ եմ եկել պատվիրելու եւ պատվիրում եմ այս իշխաններից։ Combien? D'accord, OK։ Վերցնում եմ այս կրիվետկաները, լավ, մեծ ուրեմն գները երեխեք մեր մոտ շատ բավականին բարձր են ձկան գները։ Այս փոքր կրիվետկաները 10 եվրո։ Ինքը էժան չի, ամենաթանկ, որտեղ մենք ծովի մոտ չենք դրա համար։ Filet de poisson։ Իմ մաման շատ է սիրում պեղշ, չկա պեղշ։ Պեղշ չկա, կեսրարս էր միշտ բերում պեղշ։ Ասա այդ աղջիկը հարցնեմ։ Տեսնում եք, ձեր համար փոքրիկ բլոգ արեցի սիրելիներս։ Դեն մեկ ինչքան եմ ձեզ սիրում։ Ժողովուրդյան, մեր մոտ երեկոյ արդեն նորից շաբաթ, ասեմ, որ իմանաք էլի, որ մենք ես ձեր հետ եմ, գնում ենք ռեստորան, այս անգամ գնում ենք ուրիշ ռեստորան, առաջին անգամ եմ լինում տեղ, որովհետև մի քանի տարի առաջ հրդեհ էր եղել, սեքել անեք, հեսա այդենց, էսանցի, Երևի 4 տարի առաջ հրդեհ էր եղել, այդ ամբողջ ռեստորանը, հյուրանոցը լրիվ գետնին էր հավասարվել, բայց Սերժն ասում է, որ ինքը կերել է տեղած, շատ բնականաբար բոլորը գովում էին, այսօր իմ ընկերուին, գիտեք, Մախտինին, իրանց հետ եղել ենք արդեն, ասեց գնանք միտեղ, ասեցի գնանք, ասեց որտեղ, բա այս քաղաքը պրոբլեմ չկա, բայց քանի որ բավականին ուշացումով ենք գնում, ես չեմ սիրում ուշանալ, բայց գիտեք, որ մարդը գալի տունը, չես կար այդ մարդուն ասես գնա, ես ուշ եկա և ամեն ինչ ուշ եղավ, մոռացել էի լրիվ, թե չէ շուտ դուրս կգայի, կզանգեի ընկերուհիս, ինքը շուտ կգար, վերջը տեց բան է ժողովուրդյան, ես էլ մի փոքրիկ կադր մեր երեկոն, որ նայք տեսեք ինչ հրաշք կա երեխեք ջան, նայք տեսեք, հանգստացրեք ձեր ներվերները, ինչպես Անահիտն է անում, շատ հրաշալի բնություն ունենք մեր մոտ, շատ գեղեցիկ բնություն է, շատ լավ եմ, չէ ինքս իմ հետ զմայլվում ձեր հետ, նայեք տեսեք, ամբողջ ես տարածքի մեջ այն կողմը ընդեղ մի հատ ֆերմայա, տուն, հետո գալիս ես կիլոմետր, նոր են մի ֆերման են մի ստեղ, տեսնում եք ընդեղ կովերն են արածում, c'est joli quand tu regardes comme ça les couleurs, ils ont déjà fait le silage. Ah oui, c'est vrai, l'autre jour une cliente elle m'a dit qu'il commence à ensiler. Aujourd'hui c'était Christian. Hier? Aujourd'hui. Aujourd'hui. Plus bas là-bas. Ah, et ces vaches c'est à qui? Moi je sais pas qui c'est ça. C'est quoi comme race? Blanc d'Aquitaine. Aquitaine? Blanc d'Aquitaine. Ah. Բլանդին կովերն էին ասեց, ինենց էլ երեխեք հասկանում եմ, ունես լուրջ եմ հարց տալիս ոնց որ absolument չեմ հասկանում, այդ մի բանում չեմ խորացել էլի, որ իմանամ, դե իմա, ամեն ինչից խոմ չես ուժեղ լինի ցույց է տալիս, թե իր ընկերոջ հողերը որտեղ են գտնվում արդեն սկսել են խոտերը հնձել, անսիլաժը սեքան իլ մետը դան լեսելոֆանը, նո? Սկզբից խոտը հնձում են անսիլաժ, սիլոս են ասում մեր մոտ ոնց որ եթե չեմ սխալվում, այդ բաների տոպրակների մեջ են փաթեթավորում, հետո արդեն սկսում է հունիս ամսին խոտ հնձելը, որ պահում են սովորական, չեն դնում էլի, ոնց որ կոնսերվացնում են էլի դրանք, այդքան բանը սովորել եմ 32 տարվա մեջ, 33, c'est colza? Normalement, il y en a vachement ici colza, non? Oh, ça dépend. Գոլզա են արել դեղին գույնի ծաղիկներ, այնքան գեղեցիկ է, որ կանանչը դեղինի հետ։ Տեսնում եք ժողովուրդյան, ես ձեզ առանց վիդեոների չեմ թողնում, նկարահանում եմ, բայց ցույց կտամ հետո։ Որպեսզի ունենանք մի քանի օրվա վլոգներ եւ ձեր Անահիտը հանգիստ արդեն էլ չլարվի, էլի։ Չնայած չեմ լարվում, բայց ամեն դեպքում ամեն ինչին է ժամանակ խլում եւ մոնտաժանելը եւ իմ լավը հետևորդուներից մեկ ինձ ասել Անահիտ ջան, ես քեզ խորհուրդ կտամ ամեն օր, ես բնականաբար ամեն օր կշարունակեմ, բայց գոնե քիչ-քիչ, բայց ամեն օր անպայման։ Այս վիլաժը ինքան շատ եմ, առաջ չէի սիրում այս վիլաժը, որովհետև ինքը շատ, ինչ ասեմ, շատ մոխրագույն վիլաժ է, բայց հիմա որ գնալով ավելի սիրում եմ, որովհետև
մանավանդ ամառը մի գեղեցկություն է, ձեզ ցույց էի տվել, մի վայրկյան սպասեք, ես ձեզ ցույց տամ, այս sense վերևից, ունեն մի հատ ամրոց, Serge, le château c'est complètement détruit, non, ici? Ամրոցը շատ գեղեցիկ է, tu fais doucement pour que j'avance, je filme, là, tu vois, là, le château, mais ça se voit pas. Oui, là-bas. Ah, là, voilà. Նայեք երեխեք այս ամրոցը, արտակարգ հրաշք բան է, բայց ամբողջությամբ personne n'habite, non? Ah non, maman, tu vas pas guider. Mais oui, mais peut-être là, tu vois, j'ai l'impression qu'ils font les travaux. Instrument go à Baden, restauration. Հիմա մենք արդեն մտնում ենք այդ վտակի անցես փոքրիկ վիլաժը։ Կեսարից վիլաժներ ստեղ են գալիս իրանք շուկա, կեսուրը շատ էր սիրում, մամի էլ եմ vachement c'est. Vous comprenez, Anaïd, vous comprenez? Il y a pas de place pour garer? Je sais pas. Ah, là-bas. Ah, ils sont là, non? C'est pas le rôti? Si, peut-être. Ouais. Si, peut-être là, il y a personne. Oui, là où le truc, tu le vas de l'autre côté, mais c'est pas grave, allez. Tu as fait une connerie. Serge, c'est sans interdit. Je m'en fous. Խախտում արեցի ամուսինս։ Դե մեր երեկոն սկսեց սիրելիներս, մանրամասները չեմ ուզում ցույց տալ, ուղղակի ուզում եմ ցույց տալ այս փոքրիկ ափսեն, երաժշտություն կար, դրա համար հանեցի, մեզ բարեախորժակ։ Բարև ձեզ սիրելիներս, այսօր օրեկիրակի, ինչպես ձեզ խոստացել է, ամեն օր փոքրիկ կադրներ, ես արդեն պատրաստել եմ շողում փրիվեն, այսօր իմ մոտ բաց դռների օրի նման ինչ-որ մի բան է, գալիս են իմ լավ հաճախորդները եւ իմ իհարկե սիրելի Ժանետը, Մոնիկը, բոլորը ճանաչում եք, այսօր մի քիչ կնկարեմ, կտեսնեմ, պատրաստել եմ մի փոքրիկ դեսերտային սեղան, պատրաստել եմ այս հրաշալի խմորեղեները, սա նշանակ կոչվում է Անահիտի հորինված վերջին րոպեին եւ վերջում սուրճ, թե ինչ կուզեն։ Դե ինչ սիրելիներս միգուցե թե մի քիչ կնկարեմ, ներկայացումը իմ տան մեջ ավելի հետաքրքիր կլինի։ Parce que j'ai pas été payée. Elle a pas eu sa retraite. Et pourquoi tu y vas, toi? Oh, mais on va goûter. Et j'ai dit, on va manger les gâteaux. Oui. Jérôme m'accompagne moi. Il rigolait, j'ai dit, je rigole pas. J'avais pris une taille 38, ouais, le pantalon. C'est là. Et par contre, Anaïs, j'ai réessayé, tu sais, j'ai gardé le pantalon noir. Oui. Je l'ai ramené. Oui. Je vais l'essayer. Qui me le dira? On te le dira honnêtement. Le plus bleu. C'est quelle taille? Tu peux essayer parce qu'il taille pas grand. Et taille pas petit, pardon. Ներս հենց նոր նստեցի, հաճախորդներս գնացին, եկա մայրիկի հետ մի քիչ զրույց, տամ ամեն չարաճճիներն էլի եկել են։ Հա, որոշել է, ես ձեզ ասեցի, որ քանի որ դուք ես բացակայել եմ, բայց չեմ ուզում որ դուք շատ բացակայեք, դրա համար ես նկարում եմ փուճուր կադրներ, որ դուք միշտ զգացք մեր հետ։ Մեր հետ եք։ Բարև ձեզ Սիտիկին Սատենիկ ջան, ինչպես եք։ Լավ է, մանաճը, լավ է։ Այսօր ինչ պատը։ Շատ ուրախ եմ, որ մեզ հետևողներ կան։ Շատ ուրախ եմ, որ ինչ-որ մեկը ինչ-որ անհանգստանում է մեզանով։ Շնորհակալ եմ ձեզանից, իմ անուշ բալիկներ, իմ լավ աղջիկներ։ Ամեն թրջում իր երամը գտնում։ Այո, մամ ջան։ Դուք իմ երամից եք, ես դրա համար եմ ուրախ, որ մեր նման մտածի, ես չեմ ուզում իմ գլուխից կողամ եւ այլը, իմ ընտանիքը եւ այլը, որ ուրախ եմ, որ կան մարդիկ, որ մտածում են իմ նման, իմ աղջիկների նման, դրանից երջանիկ բան չկա։ Չկա, մամ ջան։ Որ կարողանում ես գտնես քոնը, գտնես քո եսը։ Այո։ Ապրում ենք էլի, այս հույր ենք եկել այս աշխարհում։ Այո։ Պիտի կարողանանք այսօր նստած շնորհակալություն եմ հայտնում երկնային Տիրոջից, որ ես ապրում եմ։ Այո։ Որ լուսաբաց է բացում իմ համար։ Այո։ Ամենաառաջին խնդրանքս ասում որ իմ ազգին, իմ հայրենիքին խաղաղություն լինի, խաղաղություն լինի, առաջինը այդ եմ պահանջում, որ մենք բոլորս միասին ուրախանանք, ապրենք մեր հայրենիքով, ապրենք մեր ժողովուրդով, ապրենք մեր ժողովրդի ուրախությունով, շատ տանջանքներ են տեսել մեր ժողովուրդը։ Մամ ջան, մի բան պիտի հարցնեմ էլի, ես քանի որ ես քո մոտ որ գալիս եմ, մի հատ բան եմ տեսնում են աթոռի վրա, գեղեցիկ բան, գոքնոց, կարող ես ասել, ինչ ես պատրաստել այսօր։ Ժողովուրդ ջան, մայրիկը գիտեք ինչ ես պատրաստելու այսօր, մամ ջան։ Ալաջին պիտի պատրաստել։ Էդ են ալաջիներն, ամեն բանի, մանկապարտեզի ալաջիները։
Բայց ավելի գեղեցիկ ձևավորված պետք է անում։ Սերժն էլ շատ սիրում։ Բացվի քարադուսի անում, սենց է։ Հա, ճիշտ է։ Ավելի սիրունացումն եմ։ Մամ պետք երկար էլ ես անում։ Հա, երկար է, բայց դե հիմա դի կանի։ Ժողովուրդ ջան, ցույց կտամ էդի։ Ճաշակ է։ Ռեցեպտը ես կասեմ։ Անպայման։ Շատ հետաքրքիր ռեցեպտ է։ Ու այսպես մեծ փուչիկ, հիմա մեծ ալաջի։ Կարող եք դրա մեջ կրեմ անեք, դա թուղթու գրիշն այդ կպահեք ձեռներդ ու կգրեք։ Աննա ջան, քեզ է վերաբերվում, որ քա հատուկ բանա գիր կա բլոկնոտը։ Մամ ջան, հա, շատ ուրախ եմ, բանը, էդի կսարքեք, մամ ջան, կատլետներ են պատրաստել։ Կատլետներ, այ ապրի, մաման, ապրի, մաման, ապրի, մաման։ Թմբլիկ խորնումա։ Իմ նման թմբլիկ ժողովուրդ։ Իմ նման թմբլիկ կատլետներ, ապրես մեռնեմ արևիտ։ Ես էլ կարտոշկա եմ ժարի տարել։ Ապրես մեռնեմ արևիտ։ Անուշուտ եք, բալաջան։ Շատ շնորհակալ եմ, ցավդ տանեմ։ Բերեց երեխեք ջան, հեսա, նայեք, ընտիր կատլետները դրեցի այս ապարատի մեջ։ Հեսա, շատ եք ուզում տեսնեք, թե ոնց է անում կարտոֆիլը։ Բնականաբար եղեղներն էլ է անում։ Ես միգուցե դրանից էլ մի հատ գնեմ։ Բարև ձեզ սիրելիներս, եւս մեկ անգամ բարևներ բոլորիդ։ Այսօր առավոտյան դուք տեսաք, որ ես նկարեցի մի փոքրիկ կադր մայրիկին, իր փոքրիկ մաղթանքները ձեզ եւ հիմա ես պետք է գնամ աշխատանքեմ, ժամը 2-ն է մեր մոտ, ես ժամը 4-ին 4:30 կգամ հետ, մայրիկին կօգնեմ, որովհետեւ ուզում այսօր պատրաստի բաներ այդ ալադյուշկաներ, բիշի են ասում իրանք Պոնչիկի նման ալինում, ուղղակի առանց կրեմի մեջը եւ ժամը 6-ին ունեմ հաճախորդներ տունս, այսօր առավոտյան 2 հոգի են եկել, գիտեք, 2 հոգին 2 ժամ, 10 հոգին 2 ժամ, գերադասելի է 10 հոգի գան այդ էներգիա ծախսես այդ 2 հոգուն, բայց 2 հոգի գալիս են նորից էլի երկար մնում են, ես չի որ մարդիկ վերջապես գումար են տալիս, պետք է իրենք հագեցած գնան, մեր մոտ այսօր Հավեսին ցրտոտ է, չնայած ես տան մեջ երևի մրսեցի 17 աստիճան, ամուսինս գնացել է մեր հարևանի, իր ընկերոջ մաման է մահացել, զանգեմ ամուսնուս, ասեմ, որ գամ մի հատ լավ վառարանը վառի, որովհետև երեկոյան ցրտոտ է լինում, իսկ այդ կլիենտներս երկուսը շատ նիհար են, դուք պատկերացնում եք ոնց են մրսելու։ Այսօր երկուշաբթի է սիրելիներս, մոռացա ձեզ ասեմ, որովհետև ամեն օր փոքրիկ վիդեոներ եմ անում, այսօր երկուշաբթի է եւ շաբաթը սկսվեց։ Չնայած իմ համար շաբաթն անցյալ շաբաթ էր սկսել։ Օ, իսկանի հատ մեկի, մեր ընկերոջը, ես էլ ասում եմ, ավտոն է մեքենաների հետևից գնում են, այդ թաղման բյուրոից էին գնում, Ալենի մամայի թաղումն էր, Աստված հոգին լուսավորի։ Այդպիսի բաներ էլի սիրելիներս, մեկ-մեկ սենց բաներ նայում եմ ու գնում եմ 30 տարի հետ եմ գնում, հիշում եմ այդ մաման իրար երիտասարդ, մենք երիտասարդ, օգտվեք ամեն վարկյանից, դե լավ, տխուր բաների չխոսանք, ձեզ ասեմ առայժմ։ Ժողովուրդ ջան, ձեր սատիկ տատիկը մայրիկը որոշել է պատրաստել ալաջի։ Հորինված, նենց է լավն է խմորը, սենց կլոր ես շատ եմ սիրում, սա բան է, էլի են մեր են սովետի ժամանակվա բիշիներն են, էլի տես կլորն էշտեղը, Ամերիկայում սանց ասում են դնըտ, հենց որ ժողովուրդ ջան, այս պուճուրիկներն է պտի կծիմ, բայց այս պուճուրիկները սենց կես բերանել չեն գանի։ Հա, բայց էդի կլոր բան էլի, միզամբուշ էլի, նենց բան, բերնի համը փոխի է, Ահա ժողովուրդ ջան, տեսնում եք, ինչքան եմ ես ձեզ սիրում, մենք ձեզ սիրում, որ չենք թողնում առանց մի օր անցնի եւ դուք մեր հետ չլինեք։ Ես էլ մայրիկի սիրում։ Վրացնում եմ, մեռնեմ արևիտ, մաման ասում է զգուշ արա, որովհետեւ ես իմ սվիտրով եմ վախենում եմ թռնի վրաց չեմ կապել օգնոց, քանի որ ես էս այլի ժամը 5-ին աշխատում եմ։ Ժողովուրդ ջան, դրա համար չեմ փոխում, բայց սենց խմոր երեխեք նայեք։ Ժողովուրդ ջան, սա իմ մանկության բիշիներն են։ Մամ ջան, առողջություն, քո սիրուն ձեռքերիդ ուժ, ոնց են ասում լեննականցիք, ուժու ինչ, ուժու ղվան։
Ժողովուրդ ջան, շատերն ասում են Անայի ծաղիկ ինչի՞ չես դնում։ Ժողովուրդ, ինչու ծաղիկ դնես, եթե ամբողջ քո դաշտերդ այսենց բնական վայրի, ռամաշկա, ադուվանչիկ, հələ նայեք մեր ծառերը ոնց են ծաղկի։ Մամա վերջապես գիլասը ծաղկեց 18 տարի հետո։ Հա, Սերժին ասել եմ, ասես կկտրեմ։ Վերջապես 15 տարի հետո մեր էս չի ծաղկի այսքան ժամանակ։ Վերջապես գիլասը ծաղկեց, սա մեր Երևանից բերած վիշնյան ալ, նայեք ինչ սիրուն է երեխեք ջան։ Ահա, պожалуйста։ Պարտեզում վարդ է բացվել, մամա յասամանդ ինչ ա եղել։ Հələ սպասի գնամ յասամանը նայեմ ժողովուրդ։ Յասաման չկա, ափսոս։ Այս տարի ինչի յասամանը չեղավ։ Այնքան գեղեցկություն ա։ Ժողովուրդ ջան, այս տատիկի կատուները նայեք էլի, Հենզելն ու Գրետելը անունը դրել եմ, նենց լավն են, գալիս են հիմա այս գարշոկի մեջը պարկում են իրար թև ու թիկունքով։ Լավն են շատ։ Մամ, դու որին ես սիրում։ Մամ, դու որ մեկին ես սիրում։ Ես էլ ես մեկին եմ սիրում, են էլ լավը, բայց էնի շատ չարաճճի ա, մամ։ Էլի շատ ժիրա։ Ժիրա էնի, ժիրիկն ա, մամ, այլ անու դնենք ժիրիկ։ Այս մեկին նա անունն էլ դնենք բան, մի հատ անուն, սպասի, ժիրիկն ու լոլան, վաշի սիրում եմ սենց պուճուրի կատուներ, բայց սիրում եմ դրսից նայել, ես վախկոտ եմ, ահա որ վախենում եմ կենտաններից, բայց մամ դու պատկերացնում ես յանց տեղ են կթել էդ պուճուր գարշոկի մեջ, իրար հետ են անայ, որտեղ կնամ Հենզելն ու Գրետել, երեխեք, չէ անունները դրել եմ Հենզելն ու Գրետել, Այս մեկը Գրետելն է, այս սևը, այն մեկը Հենզելը, ինձա, այսօր տատիկը ձեր համար ճաշատ, ինչքան ես, ինչ ճաշատ տվել ես, լավ կերել են, մամ, ապսել դատը։ Ճաշը եղը, որ ես պի վաղոտ է, նենց էլ կալիս սոված են, ես սկում եմ, առավոտ տվել եմ, առավոտ հաց եմ։ Ես եսա իրանց բան եմ արնելու, մամ, մի հատ մեծ են բաներից եմ արնելու, մեղք եմ, կերերից։ Չէ, դրանք են սովոր չէ, Սերժն ասում են նենց են ուտում, մամ։ Ուտում են էդ, ասում է Սերժն առնում է, եկամետ իրային գոմի։ Դրանք սովորել են, այս վան գնես ինչ են ուտում անայդ միս, մեզ, ճաշի որ մսեր անում, չէ, լուրջ ես ասում, սիրում են, սիրում են միս, բացեն հանի, երշիկ եղեն եմ ունենում լիքը, դնում եմ ասում Սերժն ասում տարկո կատուներին։ Փոքրիկ բացակայությունից եւ փոքրիկ հանգստից հետո ես վերադարձա եւ շարունակում եմ իմ վլոգները։ Սիրելիներս, ինչպես տեսաք, ես չեմ բացակայել շատ, քանի որ փոքրիկ վլոգներ էի նկարահանում, որպեսզի դուք լինեք իմ հետ, հոգով, սրտով ես ձեր հետ էի։ Այս գեղեցիկ տեսարանով ուզում եմ ավարտել իմ վլոգը։ Ցանկանում եմ ձեզ բարի դիտում, ցանկանում եմ ձեզ ամենալավը, առողջ եղեք, երջանիկ, ամենակարևորը դա է։ Եվ ամենակարևորը, գիտեք որ այս կյանքում, որ լինենք դրական էներգիայով լի։ Համբուրում եմ ձեզ, սիրում եմ ձեզ շատ, եւս մեկ անգամ շնորհակալություն ձեր գեղեցիկ բառերի համար։ Համբուրում եմ եւ ինչպես միշտ ասում, պակա, պակա, փիսիկներն են ձեզ ասում, պակա, պակա։